Եթե papan ծխում է ու papan ծեծում է, որ մի ծխի, դա ինչ հասկանա երեխան։ Այսօրվա երեխան ավելի պահանջկոտ է։ Ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք նրան, որ ասում են խոսեք։ Մեզ շատ ժամանակ ասել են չէ։ Ես սենց եմ, որովհետև ես տրավմա ունեմ։ Միայն հեռախոսի մեջ մեծացող այս երեխաները կմնան այնտեղ, որտեղ դասյակության ոչ մի մեթոդիկա չի կարող փրկել։ Իմ համար ճիշտ է երեխայից մեծացնեմ հնարավորինս հեռու պայելով այդ հեռախոսներից։ Այո, երեխան ընտանիքի հայլին է։ Զալի մեջտեղը միզում է երեխան։ Մի տառապի եւ տանջվի, որովհետեւ մեկը գալու է օր ու ասելու են չաներ։ Ողջույն, Մոնք 3 YouTube-յան ալիքի սիրելի հետևորդներ, եթերում A to Z Այծև կամ A-դոյա հաղորդումն է։ Ձեզ հետ են Ջելկան եւ Բորկան։ Մենք Ջենզիներ ենք, ինչպես տեսնում եք։ Դու, ես Լավ, երիտասարդ եմ։ ես Ջենզի եմ, Բորիսը երիտասարդ է։ Մենք յուրաքանչյուր շաբաթ անդրադառնում ենք երիտասարդությանը հետաքրքրող թեմաների։ Այսօր անդրադարձել ենք ծնողավարությանը եւ մեր հյուրն է Տաթևը։ Տաթև Հայկ Տաթևի Տաթևը Հայաստանի Հանրապետության գեղեցիկ եւ հավես ընտանիքներից մեկի անդամ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ ես։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Չնայած որ մենք Ջենզի ենք, այսինքն ես Ջենզի եմ, Բորիսը երիտասարդ է, մեզանից շատերն արդեն ծնող են եւ ունեն պատասխանատվություններ, ունեն ընտանիք, պարտավորվածություններ, ինչի ենք ընտրել այսօր ծնողավարությունը, որ հասկանանք ինչքանով մենք կարող ենք տեղավորվել այս թեմայի մեջ եւ ինչքանով ենք պատրաստ քննարկել այս թեման շատ տարբեր կողմերից։ Քննարկելը ո՞րն է, օրինակ ես վախենում եմ։ Ես այո, մեր Բորիսը Ես էլ եմ վախենում։ վախենում։ Իմ համար անսահման վախենալու մեծ պատասխանատվությամբ անհասկանալի մի հատ աշխարհ է, որը ես չեմ կարողանում պատկերացնել։ Ինչքան պատկերացնում եմ, այդքան վախենում եմ, այո, ամենաշատը երևի ես անձամբ դրա համար եմ ուզում որ խոսենք, որովհետև համոզված եմ մեր հետևորդներից շատերը նույնպես միգուցե իմ խնդիրներից ունեն, չէ՞, ունեք, չէ՞։ Այո, շատ վախենալու եւ անխուսափելի թեմա է։ Հա, ինչ ասել է ընդհանրապես ծնողավարություն, դա ինչ է։ Ամեն ծնող դա տարբեր է հասկանում։ Բայց մամաները հստակ գիտեն, որ պահից են իրանք դառնում մամա, երբ որ դու հասկանում ես, որ քո նախկին կյանքը եւ ներկայիս կյանքը արդեն շատ տարբեր են։ Քեզ թվում է, որ քո կյանքը բաժանվել է երկու մասի, դու արդեն պատասխանատու ես էլի Եվս մի փոքր մարդու կյանքի համար, հենց այդ պատասխանատվությունից է սկսում ամեն ինչ։ Բայց ծնողավարությունը ամեն մարդ մի կերպ է հասկանում, կոնկրետ իմ համար դա չհետևել կանոններին, որովհետև ամեն ծնողի համար մի բան ճիշտ է, մի բան սխալ է, կարևոր է լսել ինքդ քեզ, քո սրտին ու քո երեխային։ Տաթև շատ սիրուն ասացիք լսենք ինքներս մեզ, այն կետում երբ մենք արդեն ծնող դառնանք, որովհետև աղմուկը շատ է։ Բոլորը շատ լավ գիտեն ինչպես լինել ծնող ու ինչպես պետք է իրական ծնողը լինի, բայց երբ հերթը հասնում է մարդուն, հասկանում ես, որ այն ինչ դու լսել ես դրանից առաջ, մի փոքր չի համապատասխան իրականությանը։ Սա այն է, ինչ ինձ են փոխանցել։ Բայց օրինակ ես հիմա ծնող չեմ, բայց շատ հստակ ինչ որ բաներ կան, որոնք ես բաժանել եմ լավի ու վատի ու որակավորումներ արդեն տվել եմ ինձ մեջ։ Այսինքն ես մտածում եմ, որ լավ ծնողը սա է, ով կանի հետևյալ քայլերը եւ վատը էս է։ Ու մի անգամ նկատողություն ստացա այդ խոսքերի համար, որտեվ ինձ ասեցին վատ ծնող չկա։ Վատ երեխա է լինում։ Նույնիսկ ինչ որ դեպքերում այո վատ երեխա լինում է, բայց վատ ծնող չի լինում։ Մեր հասարակությունում նաև լսում ենք, որ ծնողը սրբություն է եւ ծնողը երբեք սխալ չի լինում, բայց մի տեսակ որ գնում ես հոգեբանի մոտ, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, որտեվ այն տրավմաները, որոնք հաճախ ստանում են մարդիկ իրենց ծնողներից, շատ հաճախ միայն բժիշկն է կարողանում օգնել։ Դե այդ դեպքում ինձ թվում է ոչ թե վատ ու լավի հարց է, այլ սխալի, հա դե ծնողը մարդ է ու մարդուն բնորոշ է սխալվելը, բայց վատ ու լավը դա էլ է, էլի հարց ընդհանրապես կարելի է տենց բնորոշում վատ լավ ծնող ոնց է համարվում լավ ծնող կամ վատ ծնող։ Վատ լավ ծնող ասված գոյություն չունի։ Նախ այն որ դու ասես մամային մամա ջան դու սենց արա, դա արդեն խոսում է անտակտության մասին կներեք։ Ամեն մամա ու ամեն ծնող շատ լավն է։ Բնականաբար բոլոր ծնողները լինելով լավ ու վատ գործում են սխալներ, անում են սխալներ ու շատ կարևոր է որ այդ սխալը թեկուզ երեխայի դու ասես կներես ես սխալվեցի։ Շատ ծնողներ նախկինում շատ սխալներ են գործել, որ այո հիմա ինչքան էլ միշտ ծաղրում են այդ տրավմաներ ասվածը, օй հիմիկվա երեխաները պետք է տրավմաների չենթարկվեն, բայց
մի բան հստակ է, որ այո, մեր ծնողների ժամանակ ես միշտ ասում եմ, հիմա մենք պետքա շատ շնորհակալ լինենք, որովհետև այնքան ինֆո կարանք մենք վերցնենք, անընդհատ կարդանք, իմանանք։ Մեր ծնողները չեն ունեցել այդ հնարավորությունը, այդ ռեսուրսը չեն ունեցել, որ կարդան, իմանան, օրինակ, դու ճիշտ ծնող չես, երբ որ դու մտածում ես, վայ, մեղք կա, ես կանեմ, վայ, ես օգնեմ, դու մի արա, ես քեզ օգնեմ, չէ։ Կարող է ես օրինակ չկարդայի, չուսումնասիրեի, ես եմ մտածեի, որ ես երևի ճիշտ կանեմ, որ ամեն ինչ իրան օգնեմ, որ ինքը հասկանա, ես իրան թիկունք եմ, չէ։ Հիմա ասում են, որ գիտես ինչ կա, պետք չի ամեն ինչ դու իրա փոխարեն անես, թող, որ ինքը լինի ինքնուրույն։ Ու հիմա ինչ ունենք, մեր սերնդակիցներից շատերը ինքնուրույն չեն, ինքնավստահ չեն, ու ինձ թվում է այդ գալիս է հենց մեր ծնողների սխալներից, այսինքն ոչ թե լինում են լավ կամ վատ ծնողներ, դե գիտեք ինչ կա, եթե գալիս է ծնողը հարբած երեխուն ծեծում է, բնականաբար ինքը վատ ծնող է, ես ինձ իրավունք կվերապահեմ դա ասեմ, բայց հիմնականում լինում են սխալ եւ ճիշտ ծնողներ ու ամեն ծնող ինքն է որոշում իր համար ինչն է ճիշտ, ինչն է սխալ, մեկի համար միգուցե դա ճիշտ է, իր համար դա սխալ է։ Միգուցե մի փոքր նրբանկած սերունդ է եկել, ով ամեն ինչին արձագանքում է շատ ուժեղ, որովհետև շատ հաճախ ասում են, որ այս սերունդը այն ամենափոքր բաներին նույնիսկ պատրաստ չի, որովհետև մենք հիմա դաստիարակում ենք մի սերունդ, որին ասում ենք չի կարելի ասել երեխային չէ, կոմպլեքսներ կստեղծվեն, չի կարելի երեխային օրինակ թողնել այս ինչ տեղը, որովհետև դա իր հոգեբանության վրա կազդի, այսինքն մենք ամեն ձև այդ վարդագույն աշխարհն այսօր երեխայի համար ստեղծվում է, բայց ինքը երբեք այնքան պատրաստ չի լինում կյանքին, որքան այն երեխան, որին ասում են, չէ, մի հատ էլ գնա, այդ դժվարությունը դու անցի քո տեղը։ Ինձ թվում է, օրինակ, մեր սերունդը, եթե կարելի է տենց ասել, սենց հաղթական խաղակարդ ունի այն դեպքում, որ մեր հանդեպ այո մի փոքր էլ խիստ են եղել։ Ես հիմա անկեղծ ասում եմ, երբ որ դրսում տեսնում եմ խաղացող երեխաների, ուզում եմ իջնեմ իրանց հետ խաղամ, որովհետև տեսնում եմ, որ կոմունիկացիան այնքան է քչացել, հիմա երեխեքը այնքան կապ չունեն իրար հետ։ Ես մտածում եմ 10 տարի անց, երբ իրենք կլինեն մեր տարիքին, հաղորդակցման շատ լուրջ խնդիր կլինի, որովհետև միայն հեռախոսի մեջ մեծացող այս երեխաները կմնան այնտեղ, որտեղ դասյակության ոչ մի մեթոդիկա չի կարող փրկել։ Շատ ճիշտ եք ասում։ Դրա համար ընդհանրապես խոսքը չի գնում երեխաներին չէ չասելու ու վարդագույն աշխարհում մեծացնելու մասին չէ։ Դու օրինակ ես իմ համար ճիշտ է, որ իմ երեխան իմանա չեն ինչա։ Իմ համար ճիշտ է երեխայիս մեծացնեմ հնարավորինս հեռու պահելով այդ հեռախոսներից։ Իմ համար ճիշտ է երեխայիս օրինակ մեծացնեմ սնունդին հետևելով։ Իմ համար ճիշտ է որ ինքը իմանա որ կա խստություն, այսինքն ոչ թե ամեն ինչը հայ է կամ եթե դու սա ուզում ես ես քեզ անպայման կգնեմ, խնդիր չկա, չէ։ Ինքը պետք է իմանա որ դժվար է լինելու կյանքում էլ դժվար է լինելու, ինքը չպիտի իմանա, որ բոլորը իրան պիտի սիրեն, չէ, իրան շատ մարդիկ կանան չսիրեն։ Իսկ դա ձեզ դժվար է տրվում։ Իրեն այդքան բացատրելը, մոտենալը այդ հարցին։ Շատ դժվար է, շատ։ Ես ասում եմ, ինչպես դուք ասեցիք, ես մինչև մամա դառնալը, մամայից հարցնում եմ, մամա, ինչ եմ ա, ես ո՞նց պիտի դաստիարակեմ, ո՞նց է լինում այդ։ Ինձ ասեք, բայց այդ ընթացքում, երբ որ դու արդեն պատրաստվում ես ծնող դառնալուն, ես շատ եմ կարդում, այսինքն ես մինչև հիմա էլ սովորելու ընթացքի մեջ եմ, շատ բաներ սովորում եմ ու կիսվում եմ միանշանակ ամուսինս հաստատ չի դնելու այդ ամեն ինչ կարծես ես անդադ իր այդ կիսվում եմ ինքն էլ հարցում եմ, օրինակ սենց ժամանակ ինչ պիտի անեմ։ Սենց բացահայտումների աշխարհ է, համ դժվար է, համ շատ հաճելի է։ Այն ժամանակա հաճելի, երբ որ դու այդ մեթոդը կիրառում ես ու դու տեսնում ես, որ դա աշխատում է։ Օրինակ, անդադ չես ասում, մի գոռա, մի լացի, դու թողում ես մի պա, ինքը իրոք այդ էմոցիա մի հատ հանի ու որ դու չես խոսում, իրան ասում ես, քեզ հասկանում եմ, դու ջղայնացած ես, դու հասկանում ես 5 րոպե հետո այդ հիստերիան անցավ ու ինքը արդեն ուրախ է։ Դու էլ ես ուրախ, որ կարողացար ինչ-որ մի հատ սենց քո սովորած մեթոդով իրան օգնես։ Դատև, բայց ես կարծում եմ, որ պատասխանատվությունը մի փոքր ձեր դեպքում ավելի ուժեղ է, քանի որ դուք նաև սոցցանցերում եք հայտնի եւ տարածում եք այդ ինֆորմացիան, շատ հաճախ նաև ծնողավարության մասին ինչ-որ կանոններ գրում եք, ես կարդում եմ, տեսնում եմ ու շատ եմ ուրախանում, որովհետեւ դա նշանակում է մենք մի քայլ առաջ են գնացել։ Այլևս ծնողները ոչ թե քննադատում են իրար, այլ կիսվում են փորձի փոխանակման շատ հրաշք տեղ է, որովհետեւ նաև մարդիկ ձեզ պատասխանում են եւ այլն, բայց դրան նաև հաստատ բացասական կողմ կա։
Ես ուզում եմ այսօր մի հատ առանձնացնենք նաև այդ բացասական կողմերը, որովհետև վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեզ նայում են, շատ հաճախ մենակ այդ լուսավորը չի, որի մասին կարող ենք անընդհատ խոսել։ Ինչն է, որ ձեզ համար բացասական է դառնում այդ պահին, երբ դուք ծնողավարության մասին եք խոսում։ Շատ կարևոր է, որ adekvat վերաբերվես, որ նորմալ է, ոչ բոլորը կարող քո հետ հաշվի նստեն, քո կարծիքի հետ, ամեն մարդ իր կարծիքը ունի, բայց էլի ես էլ նորմալ չեմ համարի, եթե ինչ-որ մեկը գրի, գիտես ինչ կա դու սխալ ես անում, դու սենց պետք է անես։ Ես եմ որոշում ու ես կիսվում եմ իմ փորձով։ Եթե ուզում եք փորձեք այդ տարբերակով ու հաստատ ավելի լավ կլինի։ Օրինակ ես ասում եմ եկեք չխփենք երեխաներին, որովհետև ինչի եք հասնում դուք դրանով։ Մի խփեք, խոսացեք, գիտեք ինչքան հեշտ է խփելը, գիտեք ինչքան հեշտ է ներվանցիա ժամանակ գոռալը ու խփելը, ամենահեշտ տարբերակն է։ Եկեք խոսանք, ես օրինակ խոսում եմ, խոսալով հաստատ ավելի շատ բան կարաս փոխես։ Որևէ իրավիճակում եւ դեպքում բռնությունը կարա արդարացված լինի, ու ոչ թե բռնությունը, այլ ֆիզիկական պատիժը լավ sense ձևակերպեմ, որ մի քիչ վատ չհնչի։ Տեսեք, ես միշտ ասում եմ, որ ձեր ասած նյարդերը կարա տեղի չտա օրինակի համար մի հատ ձեռքը սեղմես, քեզ չկարողանաս կառավարես, բայց բռնությունը ոչ մի դեպքում իմ համար արդարացված չի ու հիմա մենք այն этаպում ենք իմ մեծ տղան 2.5 տարեկան է ես ոնց որ չեմ եկել այն պահին որ հասկանամ կա ինչ որ տարբերակ որ դու բռնություն գործադրես իրան ինչ որ մի բանից թեկուզ իրան վնաս տալուց հեռու պահես չէ ինչի համար բռնություն գործադրես որովհետև ես գիտեմ որ սա տարիքային մի հատ փուլ է որ դա անցնելու է ես իր հետ անընդհատ պիտի առանձնանամ խոսամ անընդհատ խոսամ ու երբևիցե դեպք չի եղել որ դուք նույնիսկ տատիկին չէ անկեղծ չեմ էլ կարողանա տեսեք դուք ձեր երեխաները փոքր են հիմա ոնց որ նայում ենք ոնց որ իրանց օրինակով եք դուք նայում իսկ եթե պատկերացնենք որ ավելի մեծ են, չգիտեմ, պատանեկության հասակում են, 14-ից 16 այդ պատանեկությունը համարում, այո, դեռ ու խնդիրները մի քիչ ավելի լայնանում են, չէ՞, այդ դեպքում խնդիրները կարող լինի ոչ թե որ ուղղակի փոքրիկ երեխաների իր այդ կռիվանը, չգիտեմ, մեկը լացի, այլ ավելի լուրջ խնդիրներ, չգիտեմ, ասենք տանից բացակայել, թաքուն ձեզանից ծխում են։ Դուք բնականաբար խոսում եք, փորձում եք բացատրել, օգնել, աջակցել, ինչը որ չի օգնում։ Հիմա այնպեսի տպավորություն չեմ ուզում ստեղծվի, որ ես ասում եմ պետք է երեխաներին մի հատ էլ ծեծես, ուղղակի ինձ անկեղծ հետաքրքիր է այդ դեպքում լավ ինչ անես։ Իրար հետ քննարկենք, ես էլ եմ ասում, ինչ անես։ Անկեղծ ես էլ չգիտեմ, բայց լավ, ծեծեցինք։ Ինչի հասանք։ Ինչ հասկացավ ինքը այդ ամենից։ Ասենք մի արա, ոնց որ մեր մամաներն են արել ու sense ամեն ռիթմի հետ խփել են։ Ու երազում էր որ բառը կարծի Ինչ հասկանում, լավ, ինչի համար։ Ավելի լավ չի դու իրան ասես բացասական կողմ, օրինակ դու ծխում ես, նախ պիտի տանը օրինակ ծառային իրան, որտես papan չի ծխում։ Եթե papan ծխում է ու papan ծեծում է որ մի ծխի, դա ինչ հասկանա երեխան դրա այդ ահա որա չգիտեմ այդ պահը բայց երբ որ օրինակ ծառայող կա որտես papan չի ծխում դու ծխում ես քեզ վնասում ես սենց կլինի նենց կլինի դու կարաս կյանքը վայելես առողջ ապրելը սրանը ինձ թվում է պիտի խոսած պիտի հասկանա ինքը ու միշտ պետքա երեխան հասկանա դրական կողմը ու բացասական կողմը դու իրան պիտի այդ երկու ճանապարհն էլ ցույց տաս որ ինքը հասկանա որն է ընտրում բայց երբ որ ծեծում ես չգիտեմ անկեղծ չգիտեմ ես համաձայն եմ եկա նրա հետ որ կարա ներվը չերիքի օրինակ մի պահի ես հիմա ասում եմ ես այս տարիներին այսքան իրանք փոքր են ես երբեք իրանց վրա ձեռք չեմ բարձրացնի ես կտանջվեմ ես կխոսամ երբ որ կհասնեմ օրինակ կլինեն 5 տարեկան ու ես կհասկանամ որ այդ իմ մեթոդը անիմաստ էր հանդասწիրակներ են մեծացել բնականաբար կարող եմ ես չդիմանամ ու ինչ որ միտեղ խփեմ չնայած չեմ պատկերացնում այդ օրը ինչ որ հա այդ նույն թաթիկին ձեռքին խփելը կամ բան բայց ես ավելի քան հույսով եմ ու վստահ եմ որ այս ամեն չտանելու անենամ որ ես 4-5 տարեկանում հասկանալու եմ որ չէ ճիշտ եմ արել խոսալը ավելի շատ է օգնել քան բռնությունը կամ գոռալը անիմաստ գոռալը որ ինքը չի հասկանում ինչի համար է դա ես ուզում եմ դաստիարակության այս փոքր փուլից քանի որ այս տարիքային էլ փոքր են ձեր երեխաները մի քիչ բարձրանանք մեկ այլ փուլ երբ արդեն երեխաները ինքնաարտահայտվում են միայնակ եւ իրենց մոտ նկատվում են բաներ որոնք հենց այդ փոքր տարիքից են սկսել բայց արտահայտվում են շատ ուշ խոսքը տրավմաների մասին է Մենք այսօր այս բանին խոսում ենք բնականաբար բռնության մասին, որը ոչ մի ձև եւ ոչ մի ինքնաարտահայտմամբ չենք ընդունում եւ դա ահա որ փակ թեմա է, չի կարելի, դա հնարավոր չի, ես ինքս ծնող չեմ, բայց ասում եմ, որ ծնողը որը խփում է, վերջակետ դա որևիցե ձև չի բացատրվում իմ համար, ես դա չեմ ընդունում, բայց կա ուրիշ այլ տրավմաներ,
որոնք երեխան ստանում է բացի բռնությունից եւ միայն դեռահասության շրջանում իր մոտ ինքնաարտահայտվում է։ Ես շատ լավ հիշում եմ, որ ես էի դեռահաս, ինձ արգելված էր համացանցը։ Ուզում եմ ասեմ, որ այն ինչ արգելում են երեխաներին, դա ամենաառաջինն է, թվում հետաքրքիր։ Ու ես բացեցի սոցցանց, բնականաբար հետո նկատողություն եմ ստացել, ինչ որ բաներից զրկվեցի խմբակից բարի, որովհետև գրանցվել էի թաքուն Instagram-ում, ինձ շատ հետաքրքիր էր, իմ սելի դերասանուհին Instagram ուներ, ես չէի ուզում իրանից հետ ընկնեի։ Տարօրինակ պատիժ է։ Ինչ բարի խմբակից զրկել դա ինչ տարօրինակ պատիժ է։ Այդ ուզում պատիժ է։ ասեմ, մամաս սենց կոնչեց, սենց լուրջ նստեցինք, ասեց դու մի շաբաթ չես գնում բարի։ Ու ես Սոլֆեջո չես պարապել։ Ես ինչի ուզում էի թաքցնել, էլի։ Չէ, ու սկսեց ինչ որ բաներ իմ մոտ արթնանալ, որովհետև օրինակ այդ սերունդը մամաների չէր բացատրում ինչի ես չեմ գնալու բարի։ Ասեց չես գնալու, որովհետև դու այսպեսի բան ես արել։ Ու իմ մոտ այդ սուտը խոսելու, այսինքն ինչ որ բանը իրանից թաքցնելու պահը մնաց փակ, մինչև ինքը չնկատեց, որ ես ինքս դառնում եմ ինքնամփոփ, որ ինչ որ բան իմ վարքում շատ արագ սկսեց փոխվել։ Ու մամա սկսեց իմ հետ զրույցներ ունենալ, որ մի թաքցրու ինձանից։ Եթե դու ինչ որ մի բան արել ես, որը ես նույնիսկ չեմ հասկանում եւ չեմ ընդունում, շատ ավելի ճիշտ է, որ ես իմանամ եւ ես արձագանքեմ, քան ինձ ուրիշը ասի, որ դու ինչ որ մի բան ես արել։ Ու ես հասկացա, որ միգուցե եթե այդ ժամանակ այդ բաց զրույցը չլիներ մամայիս հետ, ես ավելի ինքնամփոփ կդառնայի, երևի ինքս իմ մեջ կլիներ, ու երբ որ ընկերներից հետ ենք շատ հաճախ նստում ու տրավմաներից ենք խոսում, մեր ամենասիրելի թեման է, բնականաբար այս տարիքում, ես զգում եմ, որ ոնց շատ փոքր բան, միգուցե աննշելի, որ օրինակ իմ մամայի համար այդ նշանակություն չի եղել, որ իմ սենյակում ինքը ինքնուրույն փոփոխություն արել, այլ ոչ թե ես, հետագայում միգուցե դա իմ ճաշակի վրա շատ ուժեղ ազդել է։ Այսինքն տրավմաները, որոնք մենք ստանում ենք դեռահասության եւ մանկության տարիներին, երբեք նույնիսկ չենք էլ մտածում, թե մեծ հասուն տարիքում ինչպես կարող են ազդել մեր վրա։ Կա հիմա ինչ որ բաներ, որոնք հիմիկվանից օրինակ դու կամ ձեր ամուսինը որոշում եք, որ սրանք մեր ընտանիքում կլինեն տաբու, որպեսզի եւ երեխան տրավմա չստանա եւ ինչ որ կողմից մենք դա չենք ընդունում։ Շատ բարդ է, մենք էլ ենք շատ խոսում, մտածում ենք այդ թեմայի շուրջ, օրինակ ինչ կարելի անել, օրինակ Հայկի եղբայրը, իմ ամուսնու եղբայրը 10 տարի իրանից փոքր է, ու ոնց որ իր հետ էլ դա պարապենք, դրա միջով անցնենք, էլի։ Օրինակ ինքը բակում ինչ որ խնդիր է ունենում, գալիս է տուն ու քննարկում ենք, բնականաբար մեծ սերնդի մարդիկ ասում են, այս ինչ բանից կզրկենք, թող ինքը իմանա, մի հատ խիստ պետքա խոսանք, ասում եմ ժողովուրդ, իսկ եթե սենց խոսանք, որ դու այս ամեն ինչ անելով հասնելու ես ստեղ, բայց եթե սենց անես, սովորես, անես, նա անես, դու կարաս հասնես նրան, որ օրինակ աշխատես, լավ աշխատանք ունենաս, լավ գումար, դու ճամփորդես, կյանքը վայելես, ո՞րն ես հիմա դու ընտրում, այսինքն ցանկացած պարագայում մեկը գալիս ենք նրան, որ այո, խոսեք։ Մեզ շատ ժամանակ ասել են չէ, օրինակ ինձ ասում էին չէ, ես գիտեի, որ այդ չէին, էլ չեմ կարա, ես քննարկեմ, այսինքն ասեմ խի չէ, ես всё, իմ համար դա չէր, ես կոտրվում եի, էլ ինձ ոչ մինչև օրս, երբ որ ես մի բան ուզում եմ անեմ, ինձ միտեղ կոտրում են, ես էլ դա չեմ ուզում անեմ։ Մի հատ այսպեսի բան կա, կներեք։ Ես իրականում ներվայնանում եմ այդ թեմայից, որովհետև դա արդեն դարել է թրենդ ավելի շատ դրանից խոսալու նմանատիպ բաներ ասել, ոչ թե ինչ որ իրողություն, այդ տրավմաները։ Տեսեք, ամեն ինչը գրեթե ամեն ինչը հիմա համարվում է տրավմա։ Մարդիկ իրանց ուղակի երևի լավ են զգում, սկսում են լավ զգալ, որ ասեն, որովհետև ես սենց եմ, որովհետև ես տրավմա ունեմ, իմ պապան ինձ փոքր ժամանակ ասեց դիր տեղ է դանակը մունաթով, դրա համար ես այսօր սենց եղա։ Չէ, իմ համար անկեղծ եմ ասում, լիքը բաներ իրականում դրանով արդարացվում է։ Ես չեմ ասում, որ դա չկա ժողովուրդ։ Նմանատիպ բաներ իհարկե կան, մարդիկ կան, որ խնդիրներ ունեն նմանատիպ խոսքես, հա, եթե ինչ որ մեկի հայրը սրիկ է եղել եւ եկել է տուն բոլորին ծեծել է եւ չգիտեմ կամ ընդհանրապես տանը չի եղել, մի խոսքով կարան մարդիկ խնդիրներ ունենան, բայց ամեն ինչ գցել դրա վրա ու այդքան ասել մենք տրավմաներ ունենք, ես ստրեսի մեջ եմ, որովհետեւ սենց բան եմ հիշել։ Չէ, համաձայն եմ, ես էլ չեմ սիրում։ Հիմա ինձ թվում է, այսքան նստած սենց խելացի դեմքերով քննարկում ենք, չէ, ինչ պիտի անել, որ երեխան տրավմա չունենա, որ սենց մեծանա։ Ես գրեթե համոզված եմ, կարող է անցնի, վայ, տենց թող չլինի, բայց թեզ կա իմ գլխում նմանատիպ, որ կարա տենց լինի, որ այս սերնդի երեխաները, որոնք մոտավորապես այնպես են դաստիարակում, ինչ որ մենք հիմա խոսում էինք, մեծանան ու միգուցե շատերը բողոքեն ասեն, այ եթե իմ ծնողները իմ այդտեղ ավելի խիստ լինեին, ես նման բան չի,
հայ չկա դրանից բրկություն, ինձ թվում է միշտ սերնդեսերունդ sense փոխվելու է ու հաջորդ սերունդը նախորդ սերունդից բողոքի, ասի, որովհետև իրանք սխալ արեցին, դրա համար ես sense էի, որովհետև տենց հեշտ է ապրել, արդարացնում ես ինքդ քեզ։ Տաթև ինչ եք կարծում, որ ձեր բալիկները գնան հոկեբանի մոտ։ Ինչից կբողոքեն։ Միանշանակ կբողոքեն, ես միշտ ապրում եմ այն բանով, նոր եմ ինձ սկսել հոկեբանու եմ բերել դրան, որ մի տարապի եւ տանջվի, որովհետեւ մեկը գալու է օր ու ասելու են չանեիր։ Ես շատ բաների հետ մեր ծնողների հետ համաձայն եմ։ Օրինակ, հիմա ասում են այնպես մեծացեք, որ մյուսների կարծիքի հետ հաշվի չնստեն։ Ես դա կյանքում չեմ կարող ընդունեմ։ Օրինակ գնում ենք հյուր ու իմ երեխան անշնորհքի պես իրան, ասենց չգիտեմ ինչ ձև ապամ, ես ասեմ դե իմ երեխան ես թողնում եմ, կարևոր չի ձեր կարծիքը, կարևոր չեք ոչ մեկը, այ դա չեմ ընդունի։ Այդ ընթացքում զալի մեջտեղը միզում է երեխան։ Դա ճիշտն ասած չեմ ընդունում, այսինքն ինչ էլ որ լինի, ես միշտ ասելու եմ, որ մի հատ հասկացի, դու ինչ որ անում ես օրինակ դիմացինի նկատմամբ, դու պատկերացրա, դու դիմացինի փոխարեն ես։ Մի խոսքով ոնց որ հանգում եմ նրան, որ շատ բաներում ես միքսում եմ մեր հին դաստիարակված մեթոդը, դաստիարակության մեթոդն ու ներկայիս դաստիարակության մեթոդը ու փորձում եմ գտնել այնց բաներ, որը ես եմ համարում ճիշտ ու ինչ որ ճիշտ կլինի իմ երեխայի համար։ Չելքա, երբ որ ես խոսում էի, դու մի տեսակ sense բարկացած ես սպասում էի Տաթևը վերջացնի իր խոսքը, որ բարկանամ քո վրա բնականաբար։ Ուրեմն տես, մարդիկ, որոնք անընդհատ խոսում են տրավմաներից, կամ մարդիկ, որոնք անընդհատ խոսում են մի խնդրի մասին, որը իրենց մոտ առաջացել է 5 տարեկանում, բայց դրսևորել է 25-ում, դրա համար իրենք ունեն ինձ համար 100% արդարացում, որովհետև երեխան, որը ունեցել է անհատականության ձևավորման խնդիր, այսինքն իրան անընդհատ իր պապան ասել է լավ չի, բավականին լավ չի, ավելի լավ պիտի փորձես։ Ու 25 տարեկանում մարդն իմ գործընկերն է եւ իր աշխատանքում ես տեսնում եմ, որ իր դաստիարակության վրա դա դրսևորվել է, մենք միասին աշխատում, ես զգում եմ, որ մարդը թերարժեքության անընդհատ ինքը ասում է երևի լավ չէր, երևի պիտի ավելի շատ աշխատեմ իմ վրա։ Եվ ու դու հասկանում ես, որ ամեն ինչ նորմալ է, ու այդ մարդը գնում է հոկեբանի մոտ արդեն ամիսներ շարունակ։ Ու դեռևս ասում է շատ դժվար է այդ թեման, ես չեմ կարողանում այդ թեմայից խոսեմ, բայց ծնողի համար ինքը մտածում էր, որ դա ամենալավ խորհուրդն է եւ ամենալավ ձևն է, որ ինքը կարող էր առաջ տանի։ Այո, առաջ տանել եւ մոտիվացնի եւ երեխային ասի։ Այսօրվա երեխան ոչ թե փափուկ է, այլ այսօրվա երեխան ավելի պահանջկոտ է։ Այսօրվա երեխան տեսնելով մեկ այլ մարդու, ով իրեն vocation-ում է եւ իր լավագույն տեսակին, մտածում է, բայց ինչի ես այդպեսին չեմ, ինչն է իմ մոտ խնդիր, այսինքն ինչն է իմ ընտանիքում սխալ։ Ես կարծում եմ, որ այո, երեխան ընտանիքի հայլին է եւ արտահայտում է այն ինչ որ կատարվում է ընտանիքում, բայց այնքան բացառություններ կան, որ մի փոքր, չգիտեմ ես ոնց կարող եմ ճիշտ ասել, բայց չեմ ուզում ասել վատ ընտանիք, բայց ընտանիքներ, որտեղ եղել են սխալ վարվեցողության կանոններ, այդտեղից դուրս են գալիս փայլուն երիտասարդներ, բայց մինչև որ դառնան փայլուն, իրենք շատ աշխատում են իրենց վրա։ Ու դրա համար, երբ որ օրինակ ինձ մոտ շատ են խոսում տրավմաներից, ինչ որ կետում այո կարող էին վրա հոկեբանուհին ազդել, բայց ես այնքան եմ հասկանում, որովհետև ուրեմն իրենք փնտրում են ապահով միջավայր, որտեղ իրենք գոնե այդտեղ կարող են խոսել իրենց տրավմաներից։ Ես շեշտեցի հատուկ, որ կան միանշանակ կան նմանատիպ դեպքեր, նույնն է ոնց որ ես ասեի դեպրեսիա չկա, կա տրավմաներ էլ կան մանկական, բայց ես հիմա դեմ եմ եւ նյարդայնանում եմ նրանից, որ դա դարել է ուղղակի մոդայի ու լիքը մարդիկ իրենց կյանքում շատ դեպքեր ու պահվածքներ արդարացնում են նրանով, որ գիտեք ինչ, ուրեմն ես տրավմա ունեմ։ Իրանք մեջ թեկուզ եթե ինչ որ մեկին կամ ինձ չասեն, իրանք մեջ իրանք որևէ բան արդարացում են նրանով, որ ուրեմն ծնողներս են մեղավոր, դե ինչ անենք, սենց է ստացվել։ Այ քո բերած օրինակի մասին ասեմ, որ դու ասում ես մարդիկ կան, հա, որ իրանք ասել են լավ չի, ավելի լավ է պետք, ավելի լավ է պետք, ու իրանք հիմա անդադ մտածում են, ես այդ խնդիրը ունեմ։ Օրինակ բայց ես դրան ված չեմ վերաբերվում, որովհետև ես էլ անդադ ցանկացած բան անելուց երբեք ինձ չի թվում, որ դա լավ էր, ես երբեք լիարժեք դա ինձ չի թվում, բայց ես դա իմ համար չեմ սարքում տառապանք։ Դա ինձ ստիպում է։ Դա նշանակում է, որ դու աշխատել ես քեզ վրա։ Մարդը, որը արդարացնում է իր արարքը տրավմայով, արդեն իսկ ունի խնդիր։ Ստացվում է, որ ինքը փնտրում է պարզապես օթից մի պատճառ, որ արդարացնի, թե ինչի ինքը իր լավագույն տեսակը չի։ Օրինակ, ձեզ մոտ կա այդ լավ իդեալական ծնողի կերպարը, որին դուք ձգտում եք, բայց ինչ որ տեղեր մտածում եք, որ օրինակ դա սխալ է, այդպեսին պետք չի լինել։ Չէ, ես օրինակ փորձում եմ ինձ շատ չճնշեմ այդ առումով, այսինքն անընդհատ չանեմ բաներ, որը իմ համար բնորոշ է իդեալական մամային։ Օրինակ,
ամբողջ օրը մտածել ուտելիքի առումով, ուտելիքը վերջացնենք խաղանք, խաղը վերջած զարգացնող, բան, եթե ամբողջ օրը ես տենց մտածեմ, իսկականից կգժվեմ ու փորձում եմ ես իմ չափով, ինչ որ իմ համար իդեալական է համարվում, ես տենց լինեմ։ Օրինակ, ամեն օր ժամանակ հատկացնեմ իրանց, ամեն օր գոնե փորձեմ սնունդի, չգիտեմ, նախաճաշի հարցը ես լուծեմ, որովհետև իրականում շատ դժվար ու բարդ է լինել այդ իդեալական ծնողը, ու այո, կա իդեալական ծնողը, բայց ես միշտ մտածում եմ, որ իդեալական ծնողի համար, ծնող լինելու համար ընդհանրապես պետք չի պայքարել, որովհետև միշտ խնդրում եմ մամաներ ջան, դուք էլ հիշեք, որ հնարավոր է որ գա այդ օրը, չեմ ասում պարտադիր է, բայց հնարավոր է որ գա այդ օրը, որ դուք կոտրվեք, սենց մենք էլ ենք միշտ ասել, հիմա նստել ենք մեր ծնողներն ենք, չէ՞ քննարկում, մեր ծնողներն նստած են, որ այդքան բան ձեր համար իմ մաման, ես տես բան չեմ արել երբեք։ Միգուցե դա վատ մեր եմ եղել ես։ Դրա համար միշտ ասում եմ, որ ավելի լավ է մտքում ունենանք, որ գալու է այդ օրը ու իրանք նախ առանձնանալու են, նախ հիմա այս ձեր տանջանքը շատ իրանց վրա կարող է այդ ապագայում չերևա, այո, ուշադիր եղեք գլոբալ բաներին, որ դուք կարաք օրինակ լավ մարդ մեծացնեք, մարդ ով բարությամբ լի կլինի, սիրով լի կլինի, դրա վրա դուք կարաք աշխատեք ու այո, էլի դժվար է, բայց լինել 24 ժամ մամա, իդեալական ամեն ինչը տեղին հասցնող, ամեն շորը հարթուկող, դա գժվելու բան է ու պետք չի ընդհանրապես տանջվել, պետք չի տառապել, որ լինես դու այդ իդեալական մաման, որովհետև մի օր ինքը կառանձնանա, ինքը կգնա, ինքը, չգիտեմ, աշխարհի մի ուրիշ ծայրում կլինի ու այնտեղից կնստի այսպես ոդքասթի ու կասի ես ունեմ ինչ-որ մի տրավմա, դա է իմ ասածը, որ պետք չի։ Իմ մաման իմ թաթիկին չխփեց։ Եվ ես կարծում եմ, որ պետք է խփեր։ Որ քո մոտ կա այնպիսի զգացողություն, որ դու քո ծնողների հանդեպ զգում ես մեղքի զգացողություն, ինչ որ պահի որ գալիս է այդ էմոցիան։ Տես, սենց կբացատրեմ քեզ, մեղքի զգացողություն եթե ասեմ, մի քիչ սխալ կա ինչի, որովհետև ես մեղք չեմ զգում կամ պարտավորություն։ Ես ուղղակի անսահման շնորհակալության զգացողություն ունեմ իմ ծնողների հանդեպ, շատ լիքը բաներ իմ համար արել են, ինչ որ գնով, այնպես չի որ ամեն ինչ հեշտ է տրվել, բայց դա մեղքի զգացողություն չի, դա շնորհակալության զգացողություն է ու հա, ինձ այդ շնորհակալության զգացողությունը անընդհատ ստիպում է, որ ես մտածեմ, որ ես ավելի շատ պիտի անեմ, որ իրանք արժանի են այն ամեն ինչի, ինչ որ իմ համար արել են, անգամ 10, 100, չգիտեմ, ամեն ինչի արժանի են Շնորհակալ եմ սիրելիներս։ Բայց ինձ թվում է, որ դու այն մարդկանցից ես, որ աշխատել է իր վրա ու փորձել է այդ մեղքը փոխել երախտապարտ լինելու զգացողությամբ ու քեզ մոտ ստացվել է, որ այսօր դու ասում ես, այ ես մեղք չեմ զգում, բայց ես զգում եմ շնորհակալություն։ Բայց օրինակ շատ մարդկանց մոտ դաթև ես լսում եմ, որ իրենք անընդհատ ասում են, որ գիտես, ես միգուցե պապայի համար պիտի էս անեմ կամ այն անեմ ու ստացվում է որ կարծես թե այդ ծնողի եւ երեխայի փոխանակման ժամանակ փորձի ինչ որ էմոցիաներ կամ ինչ որ բաներ քո հիշողության մեջ տպավորվում են այնպես որ իսկ ես կողա ավելի շատ պիտի անեմ ծնողներիս համար կա քո մոտ զգացողություն օրինակ քո ծնողների հանդեպ որ միգուցե այս զգացողություններն ինչ որ պայի արթնանում են ու դու ես դա զգում Հա, շատ կա, իմ մոտ էլ շնորհակալությունն է, որը իմ համար հավասար է պարտավորության, որ դու անընդհատ մտածում ես, որ պետք է անեմ, իրանք անում են հիմա Չգիտեմ, միգուցե էդ էլ մեր դաստիարակության արդյունքն է, որ մենք մտածում ենք, որ եկել է մեր ժամանակը հիմա։ Մենք պետք է անենք մեր ծնողների համար։ Տաթև հիմա, որ դու դաստիարակում մեծացնում ես քո բալիկներին, կա ինչ որ սպասումներ, որ դու իրենցից ունես, այսինքն ակնկալում ես կամ քո չիրականացված երազանքների տեսքով, որ դու մտածում ես, որ քո բալիկները դրանք անեն եւ դու այդ երջանկությունը կզգաս։ Երևի միակ սպասումները, ինչքան էլ ես էլ ինձ հոգեբանորեն անընդհատ փորձում եմ տանել նրան, որ պետք չի ապրել այդ սպասելիքներով, որովհետև մեր ծնողներն էլ շատ սպասելիքներով են ապրել, որ ես քո համար սա արել եմ, այսքան բան եմ արել, ես քեզանից սա եմ ակնկալում, դա ինձ թվում է մի քիչ սխալ է, որովհետև ի վերջո հասնում են մի հատ տարիքի, որ չպիտի ոչ մեկի ոչ մի բան ապացուցի
կոպիտ ասած։ Միակ բանը երևի որ ես իմ երեխաներից սպասելու եմ, ակնկալիք ունենալու եմ, դա այնա, որ ես կարողանամ իմ կյանքով, իմ ապրելու ձևով իրենց սովորեցնեմ, թե ինչպես իրենք ապագայում երջանիկ լինեն ու ապրեն ու վայելեն իրենց կյանքը, ու որ կարողանամ բարի, սիրով լի մարդկանց մեծացնեմ, այսինքն չգա այս իմ ամբողջ կարդալը, սովորելը, փորձել ես ամենը անելու արդյունքում Աստված չանի, որ մի օր գա, որ ես sense նայեմ ու տեսնեմ, որ այդ ամեն ինչը արդյունք չի տվել, մի բան էլ լրիվ սխալ է եղել, շատ հուսով եմ, որ տենց չի լինելու։ Չէ, բնականաբար ես համոզված եմ, որ տենց չի լինելու։ Մի հատ բան մտքիս եկա, որ ասեցիր մեղքի զգացում, հա։ Եթե երբևէ զգացել եմ նմանատիպ բան, երևի այ որ դու օրինակ վերեցիր ու ասեցիր ես ուզում եմ երեխաներին ցույց տամ ոնց ապրեն, ոնց երջանիկ կյանք ապրեն, հա։ Այ դա ինձ թվում է մեր սերունդի ծնողներին պակասել է, մի ասեի մի քիչ, բայց մի քիչ չի պակասել, շատ է պակասել, որովհետև ինձ երբեմն խանգարել ասելով մի քիչ տխրել եմ ես, որովհետև ես նկատել եմ, որ իրանք ուղակի ամեն ինչ անում են ու ապրում են մեզնով ու իրանց կյանքը մղվում էր դրանից հետին պլան, բայց ես օրինակ շատ ավելի լավ կզգայի, կարծում եմ, որ մի քիչ իրանք էլ իրանց կյանքով ապրեն։ Մեծ շատ են ինքնազոհողության գնացել, ինչն էլ որ ես հիմա ասում եմ, իմ համար ոչ ընդունելի է այն, որ դու ապրես քո կյանքով, չհիշես, որ երեխա ունես, ինչ ձև մարդ է ինքը մեծանում, դա էլ ընդունելի չի, բայց ոչ էլ ընդունելի է, որ այդքան քեզ զոհես ամեն ինչում, ինչը որ արել են մեր ծնողները ու երևի հենց այդ մեղքի զգացումը տեղից է գալիս, որ մենք նայում ենք մեր կյանքը, որ մենք հիմա վայելում ենք ու իրանց այդ երիտասարդությունը, որ իրանք անդադ մեր համար են ապրել։ Ինչքան էլ դու ասես, որ ես երեսով չեմ տա, կապ չունի, եթե դու կյանքդ անընդհատ դնես իրա վրա, մի հատ տարիքա գալու դու ասելու ես, բայց ես այսքան բան եմ քո համար արել, ինքն էլ ասի, հա, բայց չանեիր, վայելեիր, դու ինձ սովորացներ ոնց վայելեմ կյանքս, հիմա էլ ես անդադ մեղքի զգացումով ապրեմ։ Ուղղակի պետք է ընդունենք, որ ժամանակները փոխվել են ու դրա մեջ մեր սպասումներն էլ են փոխվում, մենք էլ ենք փոխվում ու ծնող դառնալուց էլ այդ դերը ստանձնելուց հետո էլ ինքներս ենք փոխվում։ Դա թեև ժամանակակից ծնող լինելն ասում են, որ հեշտ է։ Մենք չգիտենք, մենք ծնող չենք, մի քիչ այդ հարցին սպասում ենք, որ դուք պատասխանեք, որովհետև ասում են հիմա կան տարբեր տեսակի մասնագետներ, քնի մասնագետից, ինչ որ գերակրման մասնագետներ, որոնք սարքեր էլ ինչու ոչ։ Ժամանակ զարմացրեք, սարքեր կա ու կաթը դնում ես մի քիչ տակ մնում, արագ։ Չէ, բա այն ժամանակ անում էի, ես հիշում եմ, տակ ջրի տակ էին պահում բան մի քիչ տա։ Որս դու համ երեխա ես եղել, համ հիշում ես դու ոնց ես երեխա եղել, այդ բանը ֆիքսենք, որ դու ունեմ քերի, որոնք ունեցել են երեխաներ, որոնք մեզնից մի 10 տարի փոքր են ու ես մանկությունը ես հիշում եմ, արդեն ես ժամանակ երեխա չէի, երևի 10-12 տարեկան եմ, հիշում եմ այդ ամեն ինչը։ Ու ստացվում է, որ ժամանակակից ծնողներն ունեն, այսպես ասած, գործիքներ, որոնցով իրենց կյանքը նաև հեշտ կլինի, մարդիկ կան, որ նաև դայակներ ունեն եւ կարողանում են եւ իրենց աշխատանքով զբաղվել եւ երեխաներին մեծացնել։ Համաձայնեք այդ թեորիայի հետ, որ այսօր երեխային ավելի հեշտ է դարձել։ Տեսեք, այստեղ սերունդների բախումն է, ժամանակների տարբերությունը։ Մեր սերունդը երբեք չէր կարողանա, այսինքն եթե այն ժամանակ լինենք, բնականաբար ուզած չուզած ապրել ենք, բայց մեր սերունդը, մեր ծնողների ժամանակներով չէր կարողանա ապրել, այսինքն տանը մի քանի հոգով, տարբեր բարեկամներով, տարիներով ապրել, դրա հետ մեկտեղ երեխային 24 ժամ ամեն ինչ անել, վստահ եմ բոլորի ծնողները ամեն ինչ են արել։ Տեսեք, իրենց մեղադրելու չի, իրենք տեսել են այդ ժամանակ, որ բոլորը հարևանությունը, բարեկամությունը, բոլոր մամաները նույն գործին են, խարդուկ են անում, լվում են, մաքրում են, տեղավորում են, հաց են, ամեն օր 24 ժամ նույն բանն են անում, բոլորը այդ են տեսել ու իրանց պարտքն էլ այդ է եղել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ կյանքը առաջ է շարժվում, ուրիշը ապրում է, ուրիշը ճամփորդում է, ուրիշը աշխատում է, ուրիշը տուն առավ, մեքենա առավ, մենք այդ ենք տեսնում, մենք չենք կարող նստենք ու ապրենք իրանց նման, բնականաբար ամենադժվարը եղել է իրենց ժամանակները, բայց իրենց կամքով։ Հիմա մեր ժամանակները իմ համար ինչով են բարդ, հիմա մենք պետքա կարողանանք այդ ամենը համատեղենք։ Այսինքն չեն կարող 24 ժամ լինենք երեխայի կողքին, բայց պետքա համատեղենք աշխատանքը, պետքա համատեղենք հիմա պարտադիր կինը պետք է լինի խնամված, պետք է սիրուն լինի, իսկ այն ժամանակ համաձայնեք, որ շատ կանայք իրենց չեն խնամել ու իրենց ամբողջ կյանքը դրել են, ինչ եմ ասում կանայք, որովհետև
վստահ եմ տղամարդիկ նույնը Տղամարդիկ երբեք էլ միգուցե չեն ինձ հետ գա, բայց հավասարապես չի եղել փնթիներս։ երբեք ոչ մի Դատև ես ժամանակներում այդ ոչ էզում մի ասեի, բան։ դուք ձեր խոսքում անընդհատ ասում եք ես եւ Հայկը դաստիարակում ենք, ես ուզում եի նախ ասել շնորհակալություն, որովհետեւ բոլորին երիտասարդները, որոնք մեզ են հիմա դիտում, որպես օրինակ ձեզ կընդունեն, որ ոչ թե հայրը օգնում է, այլ հայրը նույնպես ծնող է։ Ես միշտ ջղայնանում եմ, որ քննարկումների ժամանակ ասում են հայրը օգնեց, ասում եմ, բայց հայրը ոնց որ թե ծնող է, լա, ու այդ բոլոր մեթոդիկաները, որի մասին դուք եք այսօր խոսում, ինքը նույնպես պետք է անի ու դաստիարակության մեջ շատ կարևոր կոմպոնենտ միայն հորն է ու իմ կարծիքով դա միայն իր միջոցով կարող ես արտահայտել ու ասել ու երբ շատ հաճախ խոսում ենք այս ժամանակակից ծնողներին օգնող մեթոդներից վերջերս կարդացի որ մի աղջիկ պատմել որ իրեն դայակն է օգնում ու ինչքան հեյթեր եկել այդ աղջկան որ իրան պարզապես դայակն է օգնում ասում են դե ուրեմն դու լավ ծնող չես որ չես հասցնում բայց իրականում չենք մտածում որ այդ մարդը միգուցե այնքան կարևոր աշխատանքով է զբաղվում որ հետ չի դրել ընտանիքը, պարզապես ուզում է հավասար ժամանակ տրամադրի եւ հասցնի եւ այնտեղ ու այդ բան հասնում է այս ժամանակակից գործիքներից եւ հմտություններից մեկը, որ դայակ լինելն է ու գալիս օգնում է։ Անպայման ուզում եմ ասել, որ չպետք է քննադատենք եւ ասենք թե ով ինչպիսի ծնող պետք է լինի, մանավանդ շատերս ծնողել չենք այդ թեմայից, եթե դուրս ենք, ավելի շատ պետք է չխոսենք։ Բայց քեզ հակասում ես, հենց նոր քննադատեցիր հայրերին։ Որ կետում պետքա չքննադատել, նայ, որ ասում ես պետքա պիտի պարտավորա բնականաբար պիտի ինքն էլ ծնողը պիտի երեխայի կյանքում լինի, բայց այն որ ինչքանով է լինում, ինձ թվում է եթե ամեն ընտանիք ինքն է որոշում իրանց ընտանիքի ֆորմատը ոնց են կառուցում, այսինքն տես, եթե հայրը, օքեյ, ընտանիքներ կան, հիմա գնալով քիչ բայց կան ամեն դեպքում, չգիտեմ, որ հայրը աշխատում է, լիովին ապահովում է ընտանիքը Մայրը զբաղվում է երեխաներով, տան կենցաղով եւ այլն, չէ՞։ Այս դեպքում, եթե այդ մարդիկ տենց են որոշել, հիմա որ այդ չի կարա հայրը ամեն հարցում լինի, որովհետեւ հայրը առավոտ գնում է աշխատանքի, երեկոյան գալիս է տուն, պարկում գնում է, որ առավոտ գնա աշխատանքի։ Կներես, բայց այդ նույն հայրը Ձեզ եմ հարցնել։ Օրինակ ձեր մոտ ո՞նց է։ Նույն հայրը, որ միշտ աշխատում է, օրինակ հանգստյան օրերին ինքը հայր չի, ինքը հանգստյան օրա, բայց հայր չի, ինքը հեռախոսի մեջ է, հեռուստացույցի մեջ է, իրան հետաքրքիր չէ։ Չէ, մեր մոտ տենց չի։ Ուզում եմ ասեմ, շատ կարևոր է դա, այո, աշխատում է միանշանակ նորմալ է, որ օրինակ հոգնած գայս է տուն, իրանից անընդհատ ինչ-որ բան չսպասես, բայց գոնե այն օրերին, որ ինքը ընտանիքինն է, արդյոք ինքը ընտանիքինն է, թե ոչ։ Բնականաբար, եթե գոնե հանգստյան օրերին զբաղվում է ու իրան հետաքրքիր է իր երեխայի, օրինակ դաստիարակությունը մեծանալը ամեն ինչը, բնականաբար ինքը շատ լավ հայր է։ Մեր տանը կոնկրետ հարցի պատասխանը մենք փորձում ենք համատեղենք, միասին անենք, ուղղակի տեսեք, դա էլի մեր ծնողներից եկած, մենք սերունդներով եկած է, որ չգիտես ինչու պապաները շատ ներգրաված չեն ու երբեք հավասար չի մամայի ու պապայի արածը երեխայի համար, չգիտեմ ինչքանով ինձ ճիշտ կհասկանան, միևնույնն է, ինչ էլ անեն, ինչի պապան չի ունենում դեպրեսիա, երբ որ երեխա է ունենում, որովհետև իր կյանքը շատ չի փոխվում, այո, իսկ ծնողի մամայի կյանքը կներեք, մամայի կյանքը շատ է փոխվում, ինքը առաջվանը չի կարա, օրինակ առավոտը մինչև 12-ը պարկի հանգստանա, բան չէ, ինքը երեխան լացեց, ինքը թռավ տեղից։ Ես էլի շատ ուրախ եմ, որ դաստիարակության հարցում, չգիտեմ, առօրյայում գրեթե մենք միշտ իրար հետ ենք, տանում ենք պատվաստման, օրինակ մենք միասին ենք, ես երբեք մենակով չեմ տալել պատվաստման, մազերը տանում ենք կտրելու միասին ենք, շատ բաներ մենք միասին ենք անում ու դա արդեն շատ լավ է ու շատ գնահատելի է, ինչը որ այն ժամանակ չի եղել։ Երևի մեծամասնությունը չի եղել տենց բան, դրա համար հիմա մեծ սերունդների մեծ մասը ասում են ոնց կնիկը բա պիտի անի, միշտ այդ են ասում, հետև իրենք տեսել են, որ կինը ամեն ինչ է կարում անի։ Ու հա, այս սերունդը չի կարող անի, բայց այս սերունդը հաստատ ավելի գիտակից է, այս սերունդը կարում է կյանքը վայելի, ինչ որ ամենակարևորն է, այդ ամեն ինչի հետ մեկտեղ դու կարողանում ես կյանքդ վայելես, դու ոչ թե դառնում ես մամա, դու մնում ես կին քո ամուսնու համար, ինչ որ շատ կարևոր է։ Ինձ թվում է մեր սերունդը շատ բաներով հաստատ առավել է ու նաև իմ սկեսուրինի մամայի լսելով իրանք այնքան շատ են ասում, այնքան ճիշտ եք ապրում, այնքան ուրախ ենք, որ դուք սենց եք ապրում, մի քիչ էլ սենց ափսոսանք զգալով, որ ինչի համար իրանք տենց չեն ապրել։ Հա, բոր ես ոչ թե հակասում էի ինքս ինձ, ես դա երբեք չեմ մոռանա, որ դու 5 րոպե առաջ ասացիր, այլ ես խոսում էի նրա մասին, որ բարեմ ասել երբեք չի մոռանա։ Իհարկե, որ
բաշխման խնդիր կա։ Օրինակ ընտանիքում մեկը պետք է գումար բերի, այսինքն այդ երեխաները տենց չեն կարող մեծանալ։ Դրա բաշխումը ով պետքա գնա աշխատանքի, եւ եթե այդ դեպքում հայրն է, օրինակ հայրն է գնում, որտեղ դեպքեր կան մայրն էլ կարող է գնալ, ընտանիքի մոդելը ում մոտ ոնց ընդունված է։ Հայրն է գնում, ու ստացվում է, այո, այդ 8 ժամը ինքը բացակայում է տնից, բայց ինչպես Տաթևը նշեց հանգստյան օրերին, օրինակ կարող է 3 օր լինել, 2 օր լինել, ինքը երեխայի կյանքում ակտիվ է լինում, ու ստացվում է, որ այն բացը, որը ինքը ինչ որ տեղ թողել է, այդ 2 օրվա ընթացքում այո լրացնում են, այնպես որ ես չեմ հակասել, խնդրում եմ շարունակի։ Շնորհակալություն որ Տաթևի ասածը մի հատ էլ կրկնեցիր։ Այո, լավ։ Տաթև մեզ հիմա հաստատ դիտում են մարդիկ, որոնք ցանկանում են ծնող դառնալ կամ հիմա այս փուլում են կամ ինչ որ մտքեր կան, հա, այդ մասին մտածում են։ Ես ուզում եմ որ դուք տաք խորհուրդ ձեր կարծիքով, ձեր տեսանկյունից կամ ձեր փորձից, որը կարող է իրենց օգնել մի բան, որը կցանկանայիք ծնողավարության մասին ասել։ Սիրով կտամ խորհուրդներ։ Նախ առաջինը, որ խոսեք, հասկանաք, որ դուք պատրաստ եք ծնող դառնալու, դա չի նշանակում տարիներով մենք չենք պլանավորում, չէ, դրա մասին չի խոսքը, ուղղակի եթե դուք գնում եք ամուսնության, անցնում եք այդ փուլին, դուք պետքա պատրաստ լինեք ծնող լինելուն, ով ինչ կերպ է լինելու, բնականաբար չի կարող ամուսինը ասի, դե ես քեզ ամեն հարցում կօգնեմ, սենց կամ ու երեխան ծնվի, սենց նստի նայի, ասի, ով է տենց բան ասել։ Անպայման հասկացեք, ով տեսեք, ասում են միշտ դերը պետքա ամեն մարդ իմանա ով ինչ անում, պետք չի տենց օրենքներով լինի, ոչ։ Կարևորը որ թե մաման, թե պապան ներգրաված լինեն երեխայի դաստիարակության խնամքի հարցում, դա շատ կարևոր է, պապաները միշտ հասկանան, որ մամաները ռոբոտներ չեն, շատ դժվար է լինել մամա ու փորձել նախ մամային հասկանալ, մամային օգնել ամեն հարցում։ Մամաներ ջան, ձեզ համբերություն, ուժ, շատ ուսումնասիրեք, շատ կարդացեք, ինչ կարելի է անել, ինչով կարող ձեր երեխային օգնեք, եթե ինչ որ խնդիր եք տեսնում, օրինակ, երբ որ երեխան, չգիտեմ, խոսելու հետ կապված, դիմեք մասնագետի, եթե դուք ձեզ լավ չեք զգում, դիմեք մասնագետի, գնացեք հոգեբանի մոտ, իրականում ոչ մի բանը ամոթ չի, շատ կարևոր է, որ մամաներ ջան, ձեր համար ժամանակ ունենաք այս կյանքում, չմոռանաք, որ ձեր կյանքը շարունակվում է, ես ասում եմ, ես իմ առաջինի ժամանակ դեպրեսիայի մեջ եմ, որովհետև ես գիտեի 40 օր ես պետք է տանը լինեմ, ու ես չի հասկանում ինչ է կատարվում, իմ կյանքը վերջացել է։ Իսկ երկրորդի ժամանակ ես արդեն գիտեի, որ հասնում են տենց բան պիտի չանեի, հենց երկրորդ օրվան ես տանից դուրս եմ եկել, այսինքն մի մտածեք, որ եթե դուք ունեք երեխա, դուք պետքա ոչ սովորեք, ինքնակրթվեք, առաջ գնացեք, աշխատեք, գումար ունեցեք, դայակ ունեցեք, ձեր կյանքը վայելեք, խնամեք ձեզ, մի խոսքով լավ բաներ, որ ամենակարևորը մամաները երբեք չմտածեն, որ կյանքը վերջանում է, երբ որ դու ունենում ես երեխա, չէ, ձեզ չինքնազոհեք, կարդացեք, լավ մարդ մեծացրեք, այդքանը։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելիներս կոմենտներում գրեք ձեր մանկական տրավմաների մասին, բայց կարող եք տրավմա բառը փոխել, որ Բորիսը շատ չբարկանա, հանկարծ։ Տրավմա չէ, քերծվածք, մանկական վնասվածքների մասին։ Դե ձեզ այդ այն ջելկան Բորիսը եւ Տաթևը։ Պարտադիր բաժանորդագրվեք, որովհետեւ շարունակվելու են մեր այս հետաքրքիր հետաքրքիր թեմաների։ Զանգակիներ սեղմեք։ Հաջողություն։ Ստեսություն։